Բարև ձեզ հետ եմ Անուշ Եսայանը եւ մեր հերթական հաղորդումը խոսենք օրենքից։ Այսօր իմ հյուրն է Արծվիկ Մինասյանը, ես պարոն Մինասյանին ուզում եմ ներկայացնել որպես լավ իրավաբան, լավ մասնագետ իր ոլորտի։ Պարոն Մինասյանը իհարկե նաեւ ազգային ժողովի պատգամավոր է հանդիսանում, բայց կարծում եմ արդեն այդ մասին իր անցած ճանապարհի մասին պարոն Մինասյանը արդեն ինքը կներկայացնի։ Պարոն Մինասյան, շնորհակալություն, որ ընդունել եք հրավերս։ Ես ուզում եմ մենք այսօր անդրադառնանք ընտրական իրավունքի թեմային, կարծում եմ ընտրություններին ընդառաջ մեզ լսողների համար հետաքրքիր կլինի եւ այս թեմայի մասին ենք խոսելու եւ հիմա ուզում եմ ձեզ խոսք տրամադրել եւ խնդրում եմ մի քիչ պատմեք ձեր մասին, ձեր անցած ճանապարհի մասին, հետո անցնենք արդեն մեր հարցերին։ Շնորհակալ եմ Տիկին Եսյան թե հրավերի եւ թե բարի խոսքերի համար։ Իրականում իմ բազային մասնագիտությունը տնտեսագիտությունն է, ես տնտեսագիտության տեխնացու եմ եւ երկրորդ մասնագիտությունով է, որ ես ստացել եմ իրավաբանի որակավորում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն եմ արդեն ավարտել հեռակաուսուցմամբ, բայց տնտեսագետը առանց իրավագիտության մի էական բաց թողում կդիտվեր եւ եթե ժամանակը ներեր ես նաեւ երրորդ մասնագիտությունն եմ ուզում ստանալ փիլիսոփայության արդեն գծով, որովհետեւ համարում եմ, որ հասարակական գիտության զարգացման եւ ընդհանրապես աշխարհաճանաչողության տեսակետից այս երեք առարկաներն էլ չափազանց կարևոր են, մասնագիտությունները սկզբունքային են։ Շատ կարևոր հարցադրման եք դուք անդրադառնում ընտրական իրավունք, որովհետեւ ցավոք սրտի թե իրավագիտակցության ցածր մակարդակը եւ թե նաեւ ակնհայտ խառնաշփոթը, որ հատկապես ներկա պայմաններում իշխանության եւ նրա սազանդարները հանդիսացող առանձին իրավաբաններ ներկայացնում են հանրությանը ակնհայտորեն դնում են ծանր դրության մեջ։ Ամենավառ օրինակը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ նրա տված մեկնաբանություններ կամ պատասխաններ Պուտինի հարցադրմանը, իհարկե հարցադրումն էլ կոռեկտ չէր, բայց նաեւ պատասխանը ընդհանրապես շփոթ առաջացրեց եւ հիմա էլ մենք ունենք բազմաթիվ ահազանգեր սպյուրքահայությունից կամ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս, ուղղակի հարցադրման էությունը հետեւյալն է, վստահ եմ դուք եք տեղյակ այդ հարցադրումներից, թե այնուամենայնիվ իրենք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ունեն անձնագիր եւ արդյոք իրենք զրկված են ընտրությանը մասնակցելու իրավունքից։ Հստակեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Ցանկացած քաղաքացիով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, նա իրավունք ունի մասնակցի ընտրությանը։ Պարզապես մեր օրենսդրությունը տեղամասեր, որտեղ որ պետք է գնան քվեարկության, միայն Հայաստանի Հանրապետության տարածքում է նախատեսված։ Բացառությամբ իհարկե դիվանագիտական ծառայության մեջ գտնվողների մասով։ Բայց նաև երկրորդ կարևոր պայմանն էլ է դրված, այս ընտրական օրենսգրքում, այս իշխանության պայմաններում փոփոխություն կատարվեց եւ ըստ էության պետք է գործող անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ լինի, ինչպիսին նույնականացման քարտն է կամ եթե անգամ չկա այս փաստաթուղթը, որը որ այդ պահին ուժի մեջ է, առնվազն գոնե այդ օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենա 9-րդ ձև կոչվածը, որը տեղեկանք, որը թույլ է տալիս ընդգրկվել ընտրողների ցուցակում։ Երկրորդ կարևոր հանգամանքը նա է, որ մեր հայրենակիցները, որոնք որ գտնվում են Հայաստանից դուրս, շատ դեպքերում ունեն քաղաքացիությունը, բայց հաշվառումից դուրս են եկել կամ հաշվառման չեն կոնկրետ հասցեին եւ այդ մեր քաղաքացիները հիմա փաստորեն ընտրացուցակներում ըստ էության չեն ընդգրկում, որտեղ հաշվառված չեն։ Այո, հիմա շատ կարեւոր է, որ մենք պարզաբանենք նաեւ, որ անհրաժեշտ է որևէ ձևով ընտրությունից 12 օր առաջ առնվազն, այսինքն մինչեւ մայիսի 25-ը իրենք որևէ կերպ հաշվառման կանգնեն։ Ընդ որում հաշվառման կանգնելու համար պարտադիր չէ, որ իրենք մի անգամ գան Հայաստան, հետո մի անգամ էլ ընտրությունների օրը գան Հայաստան։ Նաև էլեկտրոնային եղանակով կարող են դիմել դիմումը տալ եւ ընդգրկվել
ընտրողների ցուցակում, իսկ արդեն ընտրության օրը իրենք անպայման պետք է Հայաստանում լինեն կոնկրետ այդ հաշվառման հասցեի սպասարկող տեղամասում, որտեղ լինելու է արդեն կայքեջում հրապարակվելու է տեղամասի հասցեն, մարդը պետք է գնա տեղ ընտրության։ Մի կարևոր հանգամանք էլ, որովհետև նորից այդ հարցադրումները շատ են, արդյոք դրսում բնակվող մեր հայրենակիցները կարող են այսօր տեսնել իրենք ընդգրկված են ցուցակում թե ոչ։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար, չգիտեմ, հիմա պետական անվտանգության տեսակետից լավ բան է, բայց ոչ էս իշխանության պայմաններում, որտեղ սրանք մեր պետական անվտանգության ամբողջ փաթեթը հանձնել են, տվել են հակառակորդին։ Բայց հիմա փակ է ցանկերը դրսում գտնվող մեր հայրենակիցների համար, ընդհանրապես արտաքին աշխարհի համար։ Շատ լավ կլինի, որ մեր հայրենակիցները կապվեն մեր միջոցով, ձեր միջոցով, ցանկացած որևէ կոնտակտի միջոցով պարզելու համար արդյոք իրենք կան ցանկում թե չկան։ Եթե ընտրողների ցանկում իրենք պարզեն, որ չկան, նշվածս գործողությունները պետք է անեն։ Հաշվառվեն։ Այո, հաշվառվեն, որպեսզի կարողանան մասնակցել ընտրությանը։ Քանի որ ընտրողների ցուցակը ինչպես 2021-ից 24 թվականների փոփոխությունների հիման վրա մի քիչ այլ սկզբունքով է, կառուցված։ Այս պահին ընտրողների ցանկում ընդգրկված չեն այն քաղաքացիները, որոնք չունեն առնվազն 6 ամսվա գործող հաշվառում ունեցող գործող անձնագիր, այսպես, այսինքն ուժի մեջ գտնվող անձնագիր։ Հնարավոր է, որ այդպիսի քաղաքացիներ լինեն։ Մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին ես խորհուրդ կտամ, որ անպայման կամ դիվանագիտական խողովակի միջոցով կամ եթե հնարավոր չէ նոտարական վավերացման փաստաթղթի միջոցով որևէ կերպ հասանելի դարձնեն, որպեսզի ստանան այդ անձնագիրը, վավերականության ունեցող անձնագիրը, որպեսզի կարողանան նաև ընտրությունների ժամանակ էլ խոչընդոտի չհանդիպել։ Այսինքն, որպեսզի հստակեցնենք, տարանջատենք երկու սկզբունք, երկու ճանապարհ։ Ճանապարհ 1, եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ունես գործող անձնագիր, չես գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ պահին, առնվազն ընտրություններից 12 օր առաջ դու պետք է Հայաստանում հաշվառվես որևէ հասցեում, որպեսզի կարողանաս մասնակցել ընտրությանը։ Սա մի տարբերակ, եւ տարբերակ 2, դու գտնվում ես Հայաստանի Հանրապետությունից դուրս, չունես գործող անձնագիր առնվազն 6 ամիս ժամկետով եւ հաշվառված չես միաժամանակ, ուրեմն նշանակում է դու պետք է գործողություններ, ակտիվ գործողություններ իրականացնես, որ կարողանաս ստանալ նոր անձնագիր եւ հաշվառվել համապատասխան հասցեով։ Այս մասով մեր հայրենակիցներին հստակեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սովորական քաղաքացիների մասին է խոսքը, եթե դիվանագետ չես եւ այլն, դու չես կարող քվեարկել, օրինակ այլ պետություններ նման հնարավորություն հպատոսարաններում ներկայացումներում իրենց իրավունք տալիս են, մեր օրենսգիրքը ցավոք սրտի հարգելի քաղաքացիներ, մեր ընտրական օրենսգիրքը հենց այդ հնարավորությունը չի տալիս։ Կարծում եմ, թե ընտրական օրենսգիրքը նախատեսեր հաշվի առնելով մեր Սփյուռքի մեծ, այսպես ասած, հայրենակիցների քանակը կարելի է դա կազմակերպել, բայց քանի որ օրենսգիրքը չի նախատեսում, տվյալ դեպքում չունեն այդ հնարավորությունը։ Այսինքն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին մասնակցի ընտրություններին, նա ֆիզիկապես պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա շատ կարևոր գործոն է։ Այսպես պարզաբանեցինք։ Երկրորդ, ինձ առնվազն շատ հաճախ տրվող հարցերից մեկն է, եթե ես հաշվառված եմ, օրինակ Վանաձոր քաղաքում, բայց այդ օրը գտնվելու եմ Երևանում, ունեմ իրավունք քվեարկեմ թե ոչ, թե պետք է պարտադիր գնամ օրինակ Վանաձոր, այս հարցի պատասխանը։ Ճիշտ հարցադրում է եւ կան այդպիսի բազմաթիվ քաղաքացիներ, միանգամից ասենք, որ այո, ընտրական օրենսգիրքը նախատեսում է այդ հնարավորությունը, որ նախապես անձը, որ ընտրության օրը չի լինելու այն բնակավայրում, որտեղ հաշվառված է, նա իրավունք ունի դիմում տալ եւ դիմումի հիման վրա ընդգրկվել այն տեղամասում ընտրողների ցուցակում եւ մասնակցել է տեղամասում քվեարկությանը, որտեղ իր գնահատմամբ, իր պատկերացմամբ ինքը լինելու է։ Որևէ ստուգում չի պահանջվում, այլ կերպ ասած պետական մարմինը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ոստիկանությունը իրավունք չունի մերժելու անձի այս դիմումը եւ իրավունքի իրացումը։ Հակառակը նրանք պարտավոր են ըստ օրենսգրքի պահանջների երրորդյա ժամկետում ապահովել
այդ փոփոխությունը, որպեսզի նաև մեր քաղաքացին, որը Վանաձորում էր հաշվառված, իրավունք ունի օրինակ Երևանում, եթե նշել է, որ Երևանում այսինչ հասցեում եմ օրինակ Արաբկիր վարչական շրջանում եմ լինելու, Արաբկիրի տեղամասերից եթե ունի կոնկրետ հասցե ավելի լավ, եթե անգամ չունի, ինքը կարող է նշել, որ Արաբկիրի այսինչ տարածքում եմ լինելու, այդ ամենամոտ տեղամասում ընդգրկվելու իրավունք ունի եւ մասնակցում է ընտրությանը։ Տիկի Եսյան, ես մի կարևոր հարց էլ կա, որ Սփյուռքայի մեր հայրենակիցները հատկապես շատ են բարձրաձայնում, Սփյուռքայի բառը ես որ օգտագործում եմ մի քիչ ավելի լայն հասկանանք, այսինքն Հայաստանից դուրս բնակվող հայերի մասին եմ ես ասում, դասական սփյուռք միայն չեմ հասկանում։ Հա, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացողների մասին եմ ասում։ Հաճախ տալիս են հետեւյալ հարցը. հնարավոր է որ մենք գանք օրինակ օդանավակայան կամ մեքենայով գանք եւ Հայաստանի սահմանապահ ուղեկալը թույլ չտա մուտք գործել Հայաստան։ Միանգամից ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ իրավունք չկա արգելելու մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն։ Եթե նման իրավիճակ կարող է առաջանալ, իսկ մենք լսում ենք, որ հնարավոր է այդպիսի հակաօրինական վարքագիծ լինի, անպայման ահազանգեն, որովհետև Հայաստանի քաղաքացուն արգելել մտնել Հայաստանի Հանրապետության տարածք որևէ մեկը իրավունք չունի։ Անկամ նույնիսկ եթե անձի նկատմամբ կա քրեական վարույթ նախաձեռնված, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացին մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, նրա նկատմամբ կարող են այդ վարույթը շարունակել կամ որևէ ընթացկավորել, բայց արգելել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, որևէ մեկը իրավունք չունի, դա համարվում է ապօրինի գործողություն իշխանության մարմինների կողմից եւ քրեորեն հետապնդելի արարք է։ Ինչու եմ շատ կարեւորում նաեւ ելնելով այդ հարցադրումներից, որովհետեւ մեր հայրենակիցներից շատերը Եվրոպայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից ցանկություն ունեն մասնակցելու հունիսի 7-ին 2026 թվականի Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին եւ լսվում է արդեն իշխանությունների կողմից հազանգեր, թե իբր խմբերով կարտադրված գալիս են կամ բերվում են եւ այլն։ Ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին, հանկարծ չընթարկվեք այդ մանիպուլյացիաներին, անշուշտ ցանկալի է, որ ավելի շուտ գաք երկիր, նախ ձեր իսկ հարմարավետությունից ելնելով, որպեսզի խցանումների, խճողումների մեջ չհայտնվեք, որտեղ ի վերջո Հայաստան մուտքի սահմանների մի քիչ անցակետերը այդքան շատ չեն, ցանկալի է նաև ձեր հայրենիքն է, մեր հայրենիքն է, ավելի շուտ գաք։ Եթե այնուամենայնիվ մարդը պլանավորել է գա, որ նաև մասնակցի ընտրություններին եւ պլանավորել է այնպես, որ հունիսի 7-ի մոտակա օրերը լինի, միանշանակ է, որ ինչպես քիչ առաջ նաև ներկայացրեցինք, նախ ստուգես բոլոր ընթացակարգերով, որ ինքը պատշաճ հաշվառված է եւ այլն եւ հանգիստ մուտք գործի Հայաստանի Հանրապետություն։ Եթե ահազանգի խնդիր կլինի, թե ձեզ կարող է դիմել, թե մեզ կարող է դիմել, թե կարող է հրապարակել մենք, այո, մարդու իրավունքների պաշտպանին, կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանը գոնե այս դեպքում պետք է այդ նվազագույն իրավունքի երաշխավորությունը ապահովի։ Սա շատ կարևոր էր, որովհետև մենք հիմա լսում ենք նաև իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից ակնարկներ, թե իբր մարդիկ խմբերով կարող է կազմակերպված ձևով ինչ-որ մարդկանց նյութական շահագրգռվածությամբ կամ հորդորով, պարտադրանքով գալիս են ընտրությունների, փորձում են հիմք նախապատրաստել, սրա դեմ իհարկե պայքարը մենք տանում ենք, բայց շատ լավ կլինի, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս, հանկարծ չընթարկվեն այդ մանիպուլյատիվ հայտարարություններին։ Նրանք իրավունք ունեն, այդ իրավունքը որևէ մեկը չի կարող սահմանափակել Հայաստան գալու, մասնակցելու ընտրություններին, քվեարկելու իրենց ուզած ձևով, թեկնածուին եւ այլն։
ուժին, տեխնոջին, այո։ Այո։ Այս մեր քաղաքացիների մոտ սա պետք է հստակ ձևավորվի ու ես ուզում եմ մենք այսպես ասած հենց այդ խնդրից միանգամից անդրադառնանք շատ կարևոր հարցադրման։ Ես ունեմ իմ կարծիքը որպես քաղաքացի եւ ունեմ իհարկե որպես իրավաբան իմ կարծիքը, բայց նաեւ ուզում եմ ձեզ լսել, այլ մեր քաղաքացիներին ինչպես пассив դաշտից, որ ես չեմ մասնակցում ընտրություններին եւ կարեւոր չի առանցին ձել որոշում են եւ այլն հասկանում ենք դրա արմատները որտեղից կարող են գալ, մի քիչ էլ ներկայ իշխանությունների կողմից այդ սնուցումը շատ բացասական գնում է եւ այլն լցվում է հա այդ հիմքերը, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ մենք շատ խոսենք ինչու է կարեւոր հատկապես մասնակցել ընտրություններին։ Մեկ այդ խնդիրն է ինձ համար եւ մեկ էլ մեր քաղաքացիների մոտ այսպիսի վարք կա, գալիս են այդ թերթիկը, հա, չգիտեմ ինչ որ խզբզ անվավեր ճանաչելու, իրենք ասում են մենք պայքարում ենք, այնտեղ չգիտեմ ինչ որ նկար են նկարում, կան ինչ որ բան են գրում եւ այլն, բայց չեն հասկանում, որ սա իր հետևանքն է իրավական տեսանկյունից, այո, էմոցիոնալ դա միգուցե եւ շատ լավ վարք է, շատ լավ գործողություն է, ակցիայի նման ինչ որ մի բան է, բայց ես ուզում եմ մեր քաղաքացիներին բացատրենք, թե ինչու է սա վնասակար եւ ոչ այդքան արդյունավետ միջոց հենց ընտրությունների ժամանակ։ Այս երկու գործոնների մասին խոսենք։ Նորից շնորհակալ եմ լավ հարցադրման համար, նախ նաեւ մեր ռադիո ունկնդիրներին արձանագրեմ, հա, իմ գնահատմամբ մեր լավագույն իրավաբան, փաստաբան Տիկին Մանուշ Եսայանի գործունեությունը հատկապես ու առավելապես հենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում եւ ես օգտվելով առիթից ուզում եմ իմ խորին երախտագիտությունը շնորհակալություն հայտնել ձեր ակտիվ աշխատանքի գործունեության համար շատ կարեւոր է որ մեր հանրությունը նաեւ ճանաչի ոչ միայն նրանք ովքեր որ ուղակի շփվում են ձեր հետ եւ իրենց իրավունքները պաշտպանվում այլ նաեւ ավելի լայն հանրությունը որովհետեւ դուք իսկապես արժանի գործ եք անում իրավունքների պաշտպանության բնագավառում դուք շատ կարևոր հարցադրման անդրադարձաք տեսեք անշուշտ քաղաքացու իրավունքն է մասնակցել ընտրությանը չմասնակցել անտարբերության մեջ թողնել եւ այլն բայց ես ուզում եմ անդրադառնալ քաղաքացու հենց այս իրավունքի իրացման հետևանքներին ինչ մասին դուք նաեւ նշեցիք գրեթե այսօր Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի մի քաղաքացի որը որ չարտաբերի կամ չարտահայտի իր վերաբերմունքը դրական կամ բացասական, հա, օրվա քաղաքական ընթացքի վերաբերյալ, երկրում տիրող այս մթնոլորտի վերաբերյալ, այս ատելության, իրար չհանդուրժելու, իրար նկատմամբ թշնամական վերաբերմունքի կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության, Արցախի ժողովրդի պատուհասած էս արհավիրքի ի վերջո հայ ժողովրդի մի մասն է եւ քանի որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բնակվող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ի վերջո ցեղասպանված ժողովրդի շարունակություն է մենք չենք կարող անտարբեր լինել որովհետեւ անտարբերությունը ծնում է ցեղասպանություն այն ինչ կատարվեց Արցախում հենց անտարբերության դրսևորման օրինակներից մեկն է։ Երբ որ ձևավորվում էր իշխանություն, եւ այդ իշխանության ձևավորման շրջանակներում մարդկանց մի մասն ասում էր, դե հա էլի, ինչ է եղել։ Ոնց կարող է լինի Հայաստանում մի վարչապետ կամ մի կառավարություն կամ մի ղեկավար, որը կարող է հանկարծ Արցախը ճանաչի թշնամու տարածք։ Կարող է անտարբերության մատնել մեր հերոսների թափած արյունը եւ այլն։ Ու բայց մենք եկանք մի իրավիճակի առաջ կանգնեցինք, որ այսօր բոլորը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին ընտրողները կամ նրանց նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողները, որոնք ես վստահ եմ, որ արդեն էականորեն նվազել է քանակությունը, նույնիսկ իրենք անտարբեր չեն երկրում ստեղծված իրավիճակից։ Էլուր մնաց մեր այն հայրենակիցներին, որոնք որ չեն գնացել ընտրություններին, մտածելով, որ դե առանց իրենց էլ մի բան կլինի կամ զզվել են բոլորից, ներողություն եմ խնդրում ես բառից համար, բայց այդպիսի քաղաքացիներ էլ կան, որոնք հրապարակային են արտահայտում, որ հոգնել են, զզվել են, բոլորը նույնն են եւ այլ, բայց այդ ամենով հանդերձ միևնույն է, եթե մեր հայրենակից, մեր քաղաքացին չի գնում ընտրության,
նշանակում է իր փոխարեն որոշում են կայացնում այլ մարդիկ։ Այո, սա շատ կարևոր է որ հասկանան։ Այո, եթե նախկինում մեղադրում էին, որ լցոնումներ են անում եւ այլն, հիմա դա փոխվել է այլ կերպ։ Հիմա եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն, քո որոշման, քո ձայնի փոխարեն, այնտեղ անցնում է այն մարդկանց ձայները, որոնք որ քո ձևով չեն մտածում, քո նման չեն մտածում։ Արդյոք դու ուզում ես, որ նրանք հաղթեն։ Եթե չես ուզում, առնվազն պետք է գնաս տեղամաս, քվեարկես քո սրտի ուզածին։ Հիմա ես որպես ընդդիմություն շատ կուզենայի եւ հորդորում, խնդրում եմ մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս, մերժել այսօրվա իշխանությանը։ Ընտրեք ընդդիմադիր դաշտից ում ուզում եք։ Իհարկե ցանկալի է նախ եւ առաջ մեզ Հայաստան դաշինքին, բայց եթե անգամ մեզ չեք ընտրում, ընտրեք ընդդիմության դաշտից որևէ ուժի։ Միայն թե ձեր ձայնը տեղ հասնի, միայն թե ձեր ձայնը անտարբերության չգնա, միայն թե ձեր ձայնը չգնա հաշվառվի այսօրվա մեծամասնության օգտին, ԿՊ-ի օգտին, որը որ մեր երկիրը, մեր ժողովրդին հասցրել է այս վիճակին։ Հիմա այս ամենով հանդերձ մեր քաղաքացիները կարող են լինել նաև այնտեղ մարդիկ, որոնք որ այնուամենայնիվ մերժում են նաև ընդդիմությանն էլ։ Էլի խնդիր չկա։ Գնացեք տեղամասեր, կատարեք ձեր քվեարկությունը, որպեսզի ձեր փոխարեն այլ մարդ, այլ ուժ, այլ անձ չստանա ավելի շատ ձայն, քան թե դուք կուզենայիք, որ ստանար։ Բոլոր դեպքերում ընտրատեղամաս գնալը, այդ մի 10-15 րոպեն ծախսելը 5 տարվա բոնուս է ձեր համար։ Եթե դուք չեք գնում, 5 տարի ստիպված բողոքեք, որ այսինչ իշխանությունը եւ այլն, անկախ նրանից թե իշխանությունը ով կլինի, այո։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք ձեր հետ միասին մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խնդրենք, հորդորենք, որ անպայման պետք է մասնակցել ընտրություններին։ Ընդ որում մեծ մասնակցությունը նաև տալիս է հնարավորություն շատ ավելի արդյունավետ իշխանություն ձևավորելու, որտեղ այլ բան է, երբ որ փոքր թվով ձայներ ստացած թեկուզ իշխանությունը պետք է գործի, լեգիտիմության հարց էլ կա, էլի։ Ասենք նույն Երևանի օրինակը դրա օրինակներից մեկն է։ Երբ որ մասնակցում է, եթե չեմ սխալվում, 30%-ի կարգի էր, դրա շրջակայքերում էր։ Հիմա իրենք փաստորեն անկախ նրանից, որ դրա մի մասն է, հա, ստացած ձայները այսօրվա իշխանություն, բայց ստացվում է, որ այդ փոքրամասնությունը 30% որոշել է Երևանի 100% բնակիչների։ Ճիշտ է։ Այսինքն սա հնարավորություն է, որ փոխենք այս խաղի կանոնը։ Փոխենք եւ ասենք, որ շատ լավ ժողովրդավարության կարևոր կանոնը մեծամասնության որոշումով գնալն է առաջ։ Եկեք մասնակցեք, որ այդ մեծամասնությունը ձևավորվի։ Եթե չեք մասնակցում, միշտ էլ փոքրամասնությունը, որում որպես կանոն կյանքը ցույց է տալիս, որ ագրեսիվ ու ոչ հիմնարար արժեք ունեցող փոքրամասնությունը, որը սիրում է անտաճկուն sense խաղեր տալով մնալ ջրի երեսին, իրենք են գալիս իշխանության եւ այս վիճակի են հասցնում մեզ բոլորից մեր երկիրը։ Ես նաև այստեղ ավելացնեմ իմ փորձից եւ քաղաքացիներից շփումից ունենք այսպիսի իրավիճակ, որ իրավագիտակից քաղաքացիների մեծ մասը հենց չեն գնում ընտրության ու գնում են ընտրության այն քաղաքացիների մշտապես գնում են ընտրության այն քաղաքացիների մասը, ովքեր որ այո չունեն այն իրավագիտակցության աստիճանը, որը որ պետք է ազդի իսկապես մեր կյանքի որակի կամ իր ընտրությամբ կարող է ազդել մեր կյանքի որակի եւ այլնի վրա, հետեւաբար ես էլ միշտ հորդորում եմ, ասում եմ ժողովուրդ ջան, գնացեք, ընտրեք, գնացեք, քվեարկեք ձեր ցանկացած չեք ուզում ոչ մեկի, բայց էլի գնացեք քվեարկեք։ Դուք ճիշտ եք եւ տեսեք մի բան եմ ուզում այստեղ ավելացնեմ, դուք իրավագիտակցությունը կարևորեցիք, ինչը սկզբունքային նշանակություն ունի եւ հատկապես մեր այն հայրենակիցները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, անգամ մեկից ավելի բարձրագույն կրթություն ունեն կամ իսկապես որ հետները խոսում ես, զգում ես, որ այս մարդիկ կարդացած են, ուսումնասիրել են մշակույթ, պատմություն եւ այլն, եւ երբ որ իրենցից մի մասը պարզապես նույն բանն է պատասխանում, հա, ասում է թե չեմ գնալու եւ այլն, ապշում եմ ես։ Ես խնդրում եմ նաեւ այդ մարդկանց, որ իրավահպատակ վարքագիծը ոչ թե իշխանությունը հպատակվելու
մասին է, այլ իրավունքի գերակայությունը ճանաչելու, ընդունելու եւ առաջնորդվելու մասին է։ Իսկ իրավունքի գերակայության մեջ նախ եւ առաջ քո ազգային գիտակցությունն է, քո ինքնագիտակցությունն է, քո ընտանիքի նկատմամբ, քո անցյալի ու ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացողությունն է։ Եվ այդ մարդիկ, որոնք որ այսքան կրթությունը ստացել են, այսքան աշխարհաճանաչում են ունեցել, այդ մարդկանց ես ուղղակի խնդրում եմ, որ մի հատ վերատեսության ենթարկեն իրենց քայլը։ Իրանք պետք է գնան ընտրատեղամաս, պետք է կատարեն դա կատարում են ոչ միայն իրենց անցյալի ներկային, առավելապես ապագայի համար, որովհետև իրենց զավակները, իրենց հարազատները, իրենց ընկերներն են ապրելու են միջավայրում, որի վերաբերյալ ինքը պետք է այսօր որոշում կայացնի։ Եթե ինքը անտարբեր է, նշանակում է այդ ապագան, այն երեխան, որը որ իրենց հետո պետք է ապրի մեր երկրում, նա անորոշության մեջ է լինելու։ Չթողնենք այդ երեխեքին անորոշության մեջ։ Իսկ որպես չթողնենք, մենք պետք է այսօր վստահաբար կատարենք մեր քայլը, գնանք ընտրատեղամաս, զարգացնելով նաև այդ միտքը, ուզում եմ նաև կարևորեմ, որ հաճախ մարդիկ ասում են, դե լավ, ինչ տարբերություն է, ակնհայտ էլի, որ ընդդիմությունը հիմա ավելի շատ ձայն ունի, քան թե այսօրվա իշխանությունը։ Հետաբար իրենք պրոբլեմ չկա, իրար մեջ կգնան կընտրեն։ Հա, ես խնդրում եմ նաև այս ձևի մտածողներին չմտածել այդպես, գնալ ընտրատեղամաս։ Ես ուզում եմ հիշեցնել 2021 թվականին, երբ որ ընտրությունից 2-3 օր առաջ էլի քիչ էր, չէ՞, ամենախոշոր, այո, մասնակցություն 50%-ը քիչ է։ Բայց ինչից էր դա նաև գալիս։ Ամենախոշոր ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքը մենք։ Այո, մեծ հանրահավաքի ժամանակ հրապարակը որ լեփլեցուն էր, մարդկանց մոտ արդեն տպավորություն էր, որ 3 օրից վերջ այս իշխանությանը, եւ շատ քաղաքացիներ, մեզ ընտրողներ չգնացին տեղամասեր, մտածելով, որ դե վերջ էլի, արդեն իշխանությունը անցել է ժողովրդին, իմաստ չկա, ելն եմ գնամ, եւ դա հնարավորություն տվեց այսօրվա իշխանությանը, որ ոչ միայն ճնշումներ գործադրեն, այլ նաեւ իրենց ագրեսիվ ընտրողներին բերել տեղամաս։ Հետևանքը եղավ այն, որ մենք այս 5 տարվա մեջ կորցրեցինք Արցախը, տեղահանվեց Արցախի ժողովուրդը, թշնամին ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, այսօր էլ պարտադրում ու հարկադրում է Հայաստանի իշխանություններին, որ պետք է ընդունեք ըստ էության ձեր ազգային նկարագիրը ուրացնելու ճանապարհը, ուրանակարարատը, մոռանակարարատը, փոխեք սահմանադրությունը, ուրանակ ձեր անցյալը, ցեղասպանությունը, դրա հետևանքները եւ այլն։ Կարճ ասած, հակառակորդի կամ թշնամու վարկագիծը այսօր հետեւյալն է՝ մանկուրտների հասարակություն ստեղծել, որոնք ապրում են միայն ստամոքսով, բայց ես վստահ եմ, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիների պատմություն ունի, չի կարող հանդուրժել թուրքական ալիևյան այս ցանկությունը կատարածելու այս իշխանությունների ձգտումը, ինչի համար հանուն իրենց աթոռի։ Եվ հետաբար սա հնարավորություն է, որպեսզի մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները ընտրությունների միջոցով հաստատեն, որ իրենք հայ են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ընդ որում խոսքս այս դեպքում չի վերաբերում միայն մաքուր զտարյուն ազգությամբ հայերին, մենք ունենք նաև ազգային փոքրամասնություններ, որոնք հայ ժողովրդի մի մասն են։ Այո, իրենց ազգային նկարագրին համապատասխան, բայց հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի մի մասն են, եւ իրենք էլ ունեն այդ բեռն ու պատասխանատվությունը։ Դերևս էս կա։ Այ ես ուզում եմ այս մասում մենք մեկ էլ մի կարևոր հարց քննարկենք։ Օրինակ նախորդ ընտրություններին ես հիշում եմ ազգային ժողովի այդ падգամավորների մանդատների բաշխման, ժամանակ այնտեղ 1-2 падգամավորների թվերով նույնիսկ իրավիճակ կարող էր, չէ, փոխվել եւ բնականաբար հիմա էլ է նույնը։ Ես ուզում եմ այ մեր քաղաքացիները հասկանան, թե ինչու է յուրաքանչյուրի ձայնը կարևոր։ Միգուցե այդ ձեր ասած այն անտարբեր կամ ավելի
ոչ իրավաբանական արխային քաղաքացիներն, ովքեր որ այսպես հանգիստ բնացել են իրենց տեղերում, ասել են դե լավ, արդեն ամեն ինչ պարզ է, հա, ավելի այսպես ինքնավստահ են եղել, շատ չհիմնավորված ինքնավստահ են եղել, այդ քաղաքացիների վարքի պատճառով մենք հենց փոքր այդ շեղումը նաև չհաղթահարեցինք եւ իրականում ունեցանք այն իրավիճակը, ինչ որ ունեցանք եւ ներկայումս ազգային ժողովում ֆորմալ առումով մենք ունենք ընդդիմություն եւ դա իմ կարծիքով ընդդիմություն ունենալը անկախ նրանից թե ով է իշխանության, դա շատ կարեւոր հավասարակշռության գործիք է յուրաքանչյուր պետության համար, որտեղ մենք ի վերջո այլ պետություն չենք ուզում դառնալ, կարծես թե չենք ուզում։ Հետևաբար սա շատ կարևոր է, որ մենք նաև հասկանանք, որ մեր յուրաքանչյուրի ձայնը թույլ է տալիս ազգային ժողովում ունենալ падգամավորների X քանակ, ովքեր որ հենց մեր իրավունքների համար են պայքարում, եւ տվյալ դեպքում, երբ մենք չունենք այդ հավասարակշռված մրցակցային պաշտպանական, այսպես ասած, մթնոլորտը, մենք ունենք իրավիճակ, երբ ցանկացած օրինագիծ, ցանկացած, այսպես ասած, ձևով ներկայ իշխանությունների կմահաճույքով անցնում է։ Եվ ֆորմալ առումով ունեն գործող ընդդիմադիր ուժեր, բայց այդ ընդդիմադիր ուժերը իրավական տեսանկյունից չեն կարողանում ազդել այդ իրավիճակի վրա, որովհետև չկա այդ գործիքակազմը։ Դուք շատ ճիշտ նկատեցիք հենց հավասարակշռող դերակատարությունը։ Իրականում ժողովրդավարական երկրներում կամ ավելի ճիշտ ասած ասեմ պարլամենտական երկրներում իշխանության հակակշռողը ընդդիմությունն է։ Այո։ Ընդդիմությունը այնուամենայնիվ միայն սահմանադրությամբ կամ օրենքով հռչակված իրավունքները կրողը չի, նաև այդ իրավունքների իրացման մեխանիզմը պետք է արդյունավետ լինի։ Այսօր ցավոք սրտի, հենց մեր այն քաղաքացիների ինչ մասին մենք խոսեցինք, ում մասին մենք խոսեցինք, որոնք վստահ են, որ ձայն կունենան եւ այլն, Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը խորհրդարանական ընդդիմություն էին, բայց մենք հարյուրավոր օրինակներով վկայակոչում եմ այդ օրինակները, որոնցով ընդդիմությունը պարզապես չէր կարողանում պայքարել։ Այո։ Ոչ միայն այն պատճառով, որ մենք գործ ունենք իսկապես իրավակարգ ոտնահարող իշխանության, նաև օրենքների մակարդակով չկար այդ պատշաճ մեխանիզմը։ Հա, որ մի օրինակ բերեմ, ասենք ընդդիմությունը հունիսի 12-ին 2024 թվականի նախաձեռնեց արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեր հենց այս կառավարության անվստահության հայտնելու գործընթացը։ Բայց մեր սահմանադրությունը հռչակում է այդ իրավունքը, որ ընդդիմությունը իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու, բայց մեծամասնությունը, ԿՊ-ական մեծամասնությունը բոյկոտես չեկավ։ Հետևանք եղավ այն, որ ժողովուրդը, որ այդքան էլ հավաքված էր եւ ենթարկվեց ապօրինի բռնության, հա, բռնությունը ապօրինի իրավական չի լինում, բռնության հենց ենթարկվեց, նռնականետման ենթարկվեց, հենց նաև այն պատճառով, որ իրավունքը իրացման մեխանիզմի առումով զրկել էր հնարավորությունից իրավունքի ուժով այդ նիստը, այո, այդ գործընթացը սկսելու համար։ Հետևաբար շատ կարևոր է, որ ժողովրդի քվեարկությունով մեզ կամ այն ուժերին, որոնք որ այս տիպի հարցերում ուզում են ժողովրդի իշխանությունը հաստատել, իրենց տա այդ հնարավորությունը, բերելով իշխանության, քվեարկելով այդ իշխանությունների օգտին։ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ, իրավունքներ այսօր թղթի վրա են, միայն սահմանադրության մեջ է գրված։ Դրանք իրական հողի վրա, գետնի վրա իրացված չեն։ Կամ են իրավունքները, մարդու հիմնական իրավունքները, որ հռչակված են, չէ՞, ապրելու իրավունքը, ուրեմն կենսապայմանները բարելավելու իրավունքը, կրթության իրավունքը, անվտանգության իրավունքը, այս իրավունքները այսօր միայն հռչակագրային են, բայց որպես դա վերածվի միս ու արյունի, մեր յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր ընտրող պետք է գնա տեղամաս հենց հանուն այդ ընտրության։ Յուրաքանչյուրն իր ձայնը պետք է ապահովի, որովհետև այդ մի ձայնը հնարավոր է ասի վաղը մեկ падգամավոր այս ուժից։ Ի վերջո падգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է։ Ես էլ եմ փորձում ներկայացնեմ եւ մենք ունենք
մի քանի րոպե ընդհանրապես ուզում եմ անդրադառնանք նաև այդ անվավեր քվեաթերթիկների հարցին, հա։ Ունեցել ենք տարբեր իրավիճակներ, երբ քաղաքացիները իսկապես գնում են, կարծես թե ընտրում են իրենց նախընտրած ուժին, բայց մեկ էլ էմոցիաներից ելնելով տակը ինչ որ մի բան են խզբզում կամ նկարում կամ ինչ որ վատ բան գրում։ Ես հիշում եմ բերման ենթարկվածներ ունենք 2020 թվականի ցույցերի ժամանակ եւ երբ արձանագրություն էին կազմում ոստիկանության ներկայացուցիչները արձանագրության մեջ մեր պահել եմ նույնիսկ այդ նկարը մինչեւ հիմա ասել էր բացատրություն գրեք ինչ գործ ունեք այստեղ գրել առանց Նիկոլ Հայաստան այսօր այդ արձանագրությունը հիշում եմ ՆԳՆ-ում կազմված հիմա մենք ես ուզում եմ նաեւ մեր քաղաքացիներին ներկայացնենք որ ժողովուրդ ջան երբ դուք գնում եք ընտրում եք պայմանական ընտրեցիք X ուժ, դա ընդդիմադիր ուժ է կամ թեկուզ դիցուկ իշխանության, հա, եւ դուք այդ քվեաթերթիկի մեջ ինչ որ մեկ այլ ուժի ներկայացուցի նկատմամբ կամ ինչ որ բան ձեր անձնական նկարչություն է կամ ինչ որ էմոցիաներ եք արտահայտում, դա բերում է այդ քվեաթերթիկի անվավերության։ Այ ոնց բացատրենք, որ մեր քաղաքացիները այս հարցում ավելի զգուշ եւ ճիշտ եք, տեսեք, տարիներ առաջ երբ որ գրիչ էր դրվում տեղամասերի քվեախուցերում շատ ավելի տարածված էր այդ դեպքը նույնիսկ ես հիշում եմ դեռ 1995 թվականին երբ որ Բաղրամյանի շրջանում եղբայրս էր տեխնացու պատգամավորության Էդիկ Մինասյանը հորեղբայրս գնացել էր տեղամաս քվեարկել էր ու եկել էր ոգևորված ասում էր որ գնացի Էդիկ ջան քեզ քվեարկեցի, ես էլ գրեցի լնդեր։ Ես ուզում եմ իմ աղբոր տղեն դառնա, այսինքն իրականում անվավեր էր դարձել քվեաթերթիկը, որ բան չէր, փոշիացված ձայն էր ստացվում։ Հիմա այդպիսի էմոցիոնալ դրսևորումներ, այո, կարող են լինել թե դրական, թե բացասական ելքով, որը անշուշտ օգտակար չէ։ Ճիշտ է, հիմիկվա ներկա գործող կարգի համաձայն չկա այլևս գրիչ կամ որևէ մատիտ, հա, բայց մարդ է, հիմա կարող է մտնում է տեղամաս, իր գրիչն է հանում եւ սկսում նկարչություն անել կամ գրել իր սրտի ուզածը, բայց պետք է մեր հայրենակիցներին ասել, որ դրանով օգուտ չեք տալիս դուք այն ուժերին, որոնք որ իսկապես ուզում են փոփոխություն բերել եւ դուք ուզում եք այդ փոփոխությունը որ բերվի։ Ավելի լավ է դուք գնացեք տեղամաս, շատ պարզ է։ Վերցրեք այն ծրարը, որը որ ուժը որ դուք ուզում եք, դրեք այդ ծրարի մեջ, տարեք թող դրոշմն էլ կպցվի, տարեք գցեք քվեախոց։ Դրանով դուք հաշվեք, որ ամենամեծ քաղաքացիական եւ ազգային ձեր պարտքը կատարեցիք ոչ միայն Հայաստանի Հանրապետության առհասարակ հանդեպ, կատարեցիք ոչ միայն ժողովրդի, առաջին հերթին ու հիմնականում հենց ձեր ընտանիքի, ձեր երեխաների համար դուք կատարեցիք այս կարևոր քայլը։ Եվ խնդրում եմ նկարչությունը կամ որևէ այլ գրառումը կամ նույնիսկ այլ նկարը պետք չի, որովհետև այդ էմոցիան հետագայում ոչ մի իրավական տեսակետից ազդեցություն չի ունենալու ձեր որոշման վրա, ձեր որոշման արդյունավետության վրա։ Հետաբար պետք է երևի բոլորս հորդորենք, ինչպես դուք եք բարբերաբար հորդորում, որ անհրաժեշտ է գնալ, բայց ոչ թե դարձնել անվավեր քվեաթերթիկը, այլ ձեր սրտի ուզած տեխնացուին ընտրեք, բայց կատարեք այդ ընտրությունը։ Շատ լավ, պարոն Մինասյան, այս կարևոր լոզունգով ավարտենք մեր շատ հետաքրքիր կարծում եւ արդյունավետ զրույցը, ուրեմն մենք հորդորում ենք անպայման այս տարի ընտրություններին մասնակցել, անպայման ձեր ձայնը տվեք այն ուժի օգտին, ում գտնում եք, որ արժանի է, որպեսզի առաջիկա 5 տարիների ընթացքում ղեկավարի Հայաստանը կամ առնվազն գործեք բացառության սկզբունքով, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որ ուժին եք ձեր ձայնը տալիս, առնվազն բացառության սկզբունքով հա գործեք, որ առնվազն բացառեք այն ուժին, որ պետք չի, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի եւ նաեւ ձեզ ներկայացնի, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նաև ներկայացում է յուրաքանչյուր քաղաքացի մեզանից Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ձեզ շնորհակալություն, պարոն Մինասյան։ Շնորհակալ եմ այս լավ հնարավորության համար։ Բոլորիս հաջողություն եմ ցանկանում, ձեզ նույնպես հաջողություն եմ ցանկանում։ Տեսություն։